Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը շարունակվում է մեզ մոտ եւ այսօր շատ հետաքրքիր հանդիպում ենք միասին հետևելու, որտեղ միմյանց հետ մրցում են Բավարիան եւ Ինտերը, երկու հրաշալի թիմեր այսօր միասին մրցելու են։ Միմյանց հետ տեսնենք ով ի վերջո այս դիմակայությունում ավելի արդյունավետ կգտնվի եւ տեսնում ենք հիմա խաղի մրցավարի սուլիչը կա, խաղը մեկնարկում է, անցնեմ թիմերի հայտացուցակներին, Բավարիա դարպասը պաշտպանում է համար 13 Էմանուել Կեյտելը, համար 3 Գևորգ Կիրակոսյան, համար 6 Ավետիս Բերբերյան, համար 7 Արման Աթեյան, համար 8 Արման Խաչատուրյան, համար 10 թիմի ավակ Վաչե Միքայելյան, համար 11 Վարդան Վարդանյան, հիմա Ինտերն է գրոհում, վտանգավոր էր, բայց Կեյտելը վերցրեց գնդակ եւ արագ նետում կատարեց, համար 11 Վարդան Վարդանյան, համար 22 Գրիգոր Գրիգորյան եւ համար 33 Խաչատուր Խաչատրյան։ Հիմա Բավարիան է տեսնում ենք անցել գրոյի, իր առաջին գրոհն է կազմակերպել, արված փրկեց իր թիմին, դարպասապա այս անգամ էլ Վարդանյանն է արվածում, բայց շեղ էր Վարդան Վարդանյանի արվածը, ակտիվ են երկու թիմերն են մեկնարկել հանդիպումը։ Ինտերի դարպասը պաշտպանում է համար 1 Արսեն Դավթյանը, համար 2 Արթուր Մարգարյան, համար 4 Արամ Գալեստյան, համար 5 Արման Տեր-Խաչատրյան, համար 6 Մհեր Դավթյան, համար 7 Մարկ Պողոսյան, համար 10 Արման Նավասարդյան, համար 17 թիմի ավակ Գևորգ Վարդանյան եւ համար 22 Սարգիս Մնացականյան։ Տեսնում ենք այստեղ Աթայանն էր հայտնվել կոթածածկին, բայց կանեց Բավարիայի ֆուտբոլիստը, շարունակվում է, շատ ակտիվ մեկնարկ տեսանք, երկու արված տեսանք արդեն Բավարիայի ֆուտբոլիստների կողմից, մեկը դիպուկ, մեկը շեղ։ Հիմա Ինտերն է գնդակով, այստեղ փորձում էր Գրիգոր ներողություն Վարդանյանը խլել գնդակը։ Ինտերը թվում էր, թե լավ հաղթանակների շարք ունենա, բայց նրանք 3 անընդմեջ հաղթանակից հետո 2 անընդմեջ պարտություն կրեցին վերջին 2 խաղերում 9 միավորով նրանք 5-րդ հորիզոնականում են, իսկ Բավարիան 4 անընդմեջ պարտություն է կրել, բայց այդ պարտությունները նրանք հեշտ չեն տվել, բոլոր խաղերն էլ պայքարել են, չկարողացան միավոր վաստակել այդ խաղերում։ Այսօր փորձելու են նրանք իրենց առաջին հաղթանակը տանել այս մրցաշարում։ Տեսնենք ի վերջո նրանք ինչ կցուցադրեն այսօր։ Ինտերը անցել է գրոյի եւ թույլ էր այս հարվածը Գալեստյանի։ Հետել է սկսեց իր թիմի հերթական գրով, Վարդան Վարդանյան ավանցում, Վարդանյան թողեց թիմակցին արված եւ շեղ է արվածում ի վերջո։ Վարդան Թովմասյանը շատ վտանգավոր գրով կազմակերպեց Բավարիան, հրաշալի է գործում կրկին Վարդան Վարդանյանը։
Լավ մշակեց գնդակը եւ թողեց թիմակցին գնդակը նորից Բավարյանը անցավ գրոհի վտանգահու կարող լինել Աթայան հրաշալի փոխանցում բայց չասավ այս գնդակին Վարդանյանը իր թիմի լավագույն ռմբարկուն է Վարդան Վարդանյանը ամեն խաղում նա 1 գոլ է հեղինակել 4 գոլ այս մրցաշարում կրկին Բավարյանը անցավ գրոհելու Խաչատրյան փոխանցում Աչիեզր եկավ Զախեզր գնդակը Չատուրյան ենք Վարդանյանի հետ է աղարկում, բայց Վարդանյան այստեղ լավ գործեց պաշտպանություն նրանից հիմա արագ խլում է գնդակը Թովմասյանը բայց իր սխալը ուղում է Ինտերի ավակը տեսնում ենք այլ Վարդանյանը խլեց գնդակը փոխանցում արված դարպասապարն է պրկում իր թիմին կրկին այսօր Արսեն Դավսյանն է պաշտպանում Ինտերի դարպասը Աթայանի հարվածից հետո փրկեց Դավթյանը իր թիմին, այստեղ էլ խախտում Մարկ Պողոսյանի հետ պայքարում Կիրակոսյանը խախտում կատարեց Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Ինտերը Նավասարդյանն է գնդակի մոտ Սուլիչը կա Արման Նավասարդյանը հարված բայց շեղեր Նավասարդյանի հարվածը ի վերջո երկու գնդակ է հեղինակել այս մրցաշարում Նավասարդյանը կրկին Ինտերը խլեց գնդակը Պողոսյան փոխանցում Նավասարդյանին տեսնենք ինչ կմտածի Փոխանցում եւ Գալստյանը սխալվեց այստեղ հիմա կարող է նետվել գրոհի Բավարյան Թովմասյան մտավ Տուգանային հրապարակ հարված եւ հիմա շատ վտանգավոր էր այստեղ Վարդանյանը մի փոքր առաջ հեռացրեց գնդակը հետո էլ ավելացրեց իր հարվածով Խաչատուրյանը բայց նրա հարվածը բարձր էր շատ վտանգավոր էր հիմա Բավարիայի հարկագրով Թովմասյանի հրաշալի անցումը տեսանք Զախեզրով Դեր դիպուկ հարված մեկ անգամ է կատարել Ինտերը Գալստյանի հարվածն ենք տեսել, բայց շատ թույլ էր Արամ Գալստյանի հարվածը Հաշալի անցում նորից տեսանք Վարդանյան փոխանցում Գևորգ Վարդանյանն է հեռացնում գնդակը Թովմասյան պայծ իր թիմի մոտ գնդակը Հեռացված է գնդակը շատ վտանգավոր պայքար է հիմա Ինտերի Տուգանային հրապարակում Չատուրյան հնարքը չստացվեց Եվ այստեղ մի փոքր հանգստացրեց Ինտերը խաղը
Տեսնում ենք։ Ինտերը փորձում է գրող կազմակերպել։ Լավցյան Վարդանյանի հետ է խաղարկում գնդակը։ Վարդանյան լավ նկատեց իմ աչեզրում Պողոսյանին։ Մարկ Պողոսյան մտավ տուգանային հրապարակ, Պողոսյան տեսնենք ինչ կմտածի այստեղ Պողոսյանը, Նավասարդյան արվածը փակված է Արման Նավասարդյանին, լավ գրով կազմակերպեցին Ինտերի ֆուտբոլիստները, բայց արդյունք չհասան հիմա այս խաղարկումը Բավարիայի չստացվեց։ Նավասարդյան Գալստյանի հետ խաղարկեց գնդակը։ Բայց այստեղ էլ Խաչատուրյանը հրաշալի է գործում պաշտպանությունում և նետվում է գրոյի։ Խաչատուրյանը արված վտանգավոր է և հիմա փրկվում է այս դրվագում։ Ինտերը անկյունային կտեսնենք։ Ինտերի դարպասին առաջին անկյունայինը այս խաղում։ Հարկված է անկյունայինը, Վարդանյան երկար փոխանցում արված։ Գրիգորյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ, շատ վտանգավոր են տեսնում ենք այսօր գրողները Բավարիայի, այլ ինտերն է անցել գրոյի, Նավասարդյան այնտեղ լավ նկատեց Պողոսյանին, բայց մի փոքր ուժեղ էր Արման Նավասարդյանի փոխանցումը։ Տեսնում ենք շատ հանգիստ են դուրս գալիս իրենց կիսադաշտից այսօր Բավարիայի ֆուտբոլիստները։ Վարդանյան փոխանցում կենտրոն Խաչատուրյանին, փոխում են գրոյի եզրը։ Փոխանցում, այս փոխանցումը Խաչատրյանի անհաջող ստացվեց ի վերջո։ Վտանգավոր գործեց այստեղ Դավթյանը։ Շատրյան ընթացքից հարված կրկին շեղ էր, հարված է Արման Խաչատուրյանին։ Դեռ տեսնում եք խաղադաշտ դուրս չի եկել այսօր Բավարիայի ավագը Վաչե Միքայելյանը, հիմա ինտերն է գրոհում, Նավասարդյան արված ուղիղ Էմանուել Կեյտելի վրա հարվածեց Նավասարդյանը, բայց նրան կտեսնենք այսօր խաղադաշտում, կարծում եմ Վարդանյան նետվում է կրկին Բավարյան գրոյի, Թոմասյան և խլեց նրանից հիմա գնդակը Արման Խաչատրյանը։ Այլ ինտերի գրով չիրականացավ, մի փոքր խաղի տեմպը ընկավ բարեկամներ այս մի քանի րոպեների ընթացքում, բայց Բավարյան ավելի շատ է գնդակով լինում այս պահին։ Այլ խախտում տեսնում ենք Թովմասյանի կողմից, ստանդարտ է վաստակել
Ինտերը ձախ եզրում։ Տեսնենք Սուլիչը կա, խաղարկված է Խաչատրյան շատ բարձր հարվածեց ի վերջո այստեղ արմատ էր Խաչատրյանը լավ մտահղացում էր թիմակցի կողմից, բայց այս հարվածն էլ դիպուկ չեղավ Երկար փոխանցում Հաթյանովությամբ, լավ խաղարկում, Կրկին Հաթյան մտավ Տուգանային հրապարակ, փոխանցում Խաչատրյանն է հեռացնում գնդակը, հիմա էլ հրաշալի հնարք Վարդան Վարդանյանից արված Հաթյան մի փոքր բարձր ստացվեց։ Արման Հաթյանի հարվածը կրկին լավ գրով կառուցեց Բավարյան Առաջին կեսի միջնամասն է արդեն մեզ մոտ բարեկամներ, նա ինտերն է գրոհում, տեսնենք այս գրոհ, Պողոսյան արված փրկեց իր թիմին Էմանուել Կեյտելը, այս անգամ ավելի վտանգավոր հարված տեսանք ինտերի կողմից, մատների ծայրով փրկեց իր թիմին Կեյտելը, անկյունային, խաղարկված է անկյունայինը վտանգավոր է նորից Կեյտել, շարունակվում է ինտերի գրոհ, Մնացականյան փոխանցում Նավասարդյանին, նորից Մնացականյան արված, այս հարվածի տակ պարկեց ուղղակի հիմա Վարդան Վարդանյանը, նորից գնդակի ինտերինն է, Խաչատրյան, հետ փոխանցում Վարդանյանին, Վարդանյան երվից փորձ, նորից Կեյտելը որսած գնդակը, ակտիվացավ այս րոպեին ինտերը, Առաջին կեսի միջնամասն է բարեկամներ դեռ մեզ մոտ գոլեր չկան, բայց երկու թիմերն էլ գրողներ են կազմակերպում փոխնի փոխ, հիմա Թովմասյան արված և ի վերջո հաշիվը բացված է մեզ մոտ բարեկամներ, Բավարյան կարողանում է հաշվի մեջ առաջ անցնել, Վարդան Թովմասյանն է գոլ հեղինակը Վարդան Թովմասյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ երկար խաղարկումներից հետո Բավարյան կարողացավ հաշիվը բացել հրաշալի գրով տեսանք նորից Բավարիայի կողմից Վարդանյանը ասիստի հեղինակ դարձավ այսօր էլ նա արդյունավետ գործողությամբ խաղը կավարտի Հիմա տեսնենք այս գոլին ինչով կպատասխանեն ինտերի տղաները Վարդանյան լավ անցում նորից նետվում է առաջ բայց խլեցին նրանից գնդակը Այստեղ էլ հրաշալի գործեց Արման Հաթյանը Խլեց հիմա գնդակը Խաչատուրյանը նետվում է Բավարյան գրոհի Թովմասյան, աջ եզրում է Վարդան Թովմասյանը Պտտվեց և կարողացավ եզրային նետում վաստակել իր թիմի համար Վարդան Թովմասյանը
փոխանցում, այս փոխանցումն էլ հեռացված է։ Այլ ինտերն է անցել գրոյի հրաշալի փոխանցում Խաչատրյանից, բայց այստեղ էլ Խաչատուրյանն է լավ գործում պաշտպանությունում։ Վարդանյան նետվել է առաջ Բավարյան կրկին, Գրիգորյան փոխանցում կենտրոն Թովմասյանին, այստեղ լավ գործեց Դավթյանը պաշտպանությունում, կարող է նետվել հակագրոյի ինտերը, տեսնենք Պողոսյան, լավ անցում, բայց նորից պաշտպանությունում լավ են գործում Բավարիայի ֆուտբոլիստները։ Գրիգորյան, լավ փոխանցում Վարդանյանի ուղղությամբ, Վարդանյան վերջին պահին հեռացնում է Մնացականյանը գնդակը և կարող է հիմա հակագրոյել ինտերը, տեսնենք Գալստյան, բայց լավը չէր այս փոխանցումը Արամ Գալստյանի։ Տեսնում ենք Պողոսյանն է այստեղ հայտնվել խոտածածկին։ Տեսնում ենք Պողոսյանը։ Արմանն էլ է հելը Խաչատուրյանը։ Բրթո, Արմանն էլ է հելը։ Խաղադաշտը լքեց, այստեղ երկու թիմերի կազմերում էլ փոփոխություններ տեղի ունեցան։ Տեսնում ենք Միքայելյանը ի վերջո դաշտում է։ Բավարյան է անցել գրոյին, Վարդանյան նետվում է առաջ, Վարդանյանը արված և շեղ է մի փոքր այստեղ Վարդանյանի արվածը։ Վերջին րոպեներն են բարեկամներ արդեն մեզ մոտ, Վարդան Թովմասյանի գոլի շնորհիվ այս պահին Բավարյան հաղթում է ինտերին։ Ինտերն է անցել գրոյին, Գալստյան, անցում և խլեց այստեղ գնդակը Թովմասյանը։ Եվ խաղթում այստեղ դաշտի կենտրոնում, Գևորգ Վարդանյանի հետ պայքարում։ Ինտերն է կրկին գնդակով բարեկամներ, մանր խաղարկումները փորձում է շարժվել առաջ, բայց կրկին Թովմասյանն է լավ գործում
Աշտի կենտրոնում Բավարյան խլեց գնդակը, Աթայան, լավ հնարք Արման Աթյանից, փոխանցում աճ, Գրիգորյան և հարվածը չստացվեց այստեղ Գրիգոր Գրիգորյանի։ Եվ վերջ բարեկամներ, առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է Բավարյան 1-0 հաշվով այս պահին հաղթում է Ինտերին Վարդան Թովմասյանի գոլի շնորհիվ, հետաքրքիր առաջին կես ստացվեց, սպասենք երկրորդ խաղակեսին, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք, տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկել է և առաջին կեսից հետո Բավարյան հաղթում է Ինտերին 1-0 հաշվով, Վարդան Թովմասյանի գոլի շնորհիվ, հետաքրքիր կես ստացվեց մեզ մոտ, մի փոքր առավելություն մի վերջո ուներ Բավարյան այդ խաղակեսում, ինչևէ տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, այս գրոյից հետո Բավարյան անցել է գրոյի, Վարդանյան, բայց այս փոխանցումը չստացվեց Վարդանյանի, Բավարիա դարպասում է Էմանուել Կեյտելը, Գևորգ Կիրակոսյան, Ավետիս Բերբերյան, Արման Աթյան, Արման Խաչատուրյան, Բաչե Միքայելյան, Վարդան Վարդանյան, Խաչատուր Խաչատրյան, Վարդան Թովմասյան և Գրիգոր Գրիգորյան։ Ինտեր դարպասում է Արսեն Դավթյանը, Արթուր Մարգարյան, Արամ Գալստյան, Արման Տեր-Խաչատրյան, Մայր Դավթյան, Մարկ Պողոսյան, Արման Նավասարդյան, Գևորգ Վարդանյան և Սարգիս Մնացականյան։ Այսքանը կազմերի մասով, հիմա տեսնենք ինչ պես կանցկացնեն այս խաղակեսը երկու թիմերը։ Բավարյանը անցել գրոյի, Վարդանյան արված, հակեցին Վարդան Վարդանյանի արվածի ճանապարհը և անկյունային կլինի։ Աթյանն է գնդակի մոտ։ Արման Աթայան, վտանգավոր էր, բայց հեռացված է գնդակը։ Բայց այստեղ Բավարյան գնդակը իր մոտ։ Բերբերյանը, աչեզրում է Ավետիս Բերբերյանը։ Եվ այստեղ եզրային նետում է վաստակում վերջո Բավարյան։ Անցած խաղում հրաշալի հանդիպում անցկացրեցին Բավարիայի տղաները, բայց 1-2 հաշվով նրանք զիջեցին Վերդերին։ Սկզբում հաղթում էին նրանք 1-0 հաշվով, բայց կամային հաղթանակ տարավ Վերդերը այդ խաղում։ Իսկ Ինտերը անցկացրեց այս մրցաշարի գործող չեմպիոն Վիլյարեալի հետ հանդիպումը անցած և խոշոր հաշվով պարտություն կրեցին նրանք գործող չեմպիոնի հետ։ Բավարյանը անցել գրոյի, Աթայան, մտավ Տուգանային հրապարակ, փողարկված փոխանցում, բայց այստեղ չհասկացավ այս
խաղարկվան Աթեյանի Գրիգոր Գրիգորյանը Եկավ փոխանցում Նավասարդյանի ուղղությամբ, Կեյտելը դուրս եկավ եւ հեռացրեց գնդակը, շարունակվում է Ինտերի գրոհը, Մնացականյանն Էմանուել Կեյտելն է փրկում իր թիմին։ Թովմասյան, կենտրոնում է Վարդան Թովմասյանը։ Բավարյանը անցել գրոհի, այս Վարդանյանի փոխանցումը չստացվեց։ Այլ Ինտերը անցավ գրոհի, փոխանցում։ Բայց գնդակի վերջո դաշտի սահմաններում Մնացականյանը անցում մյուս եզր Գալստյանի ուղղությամբ, Գալստյան փոխանցում եւ Կեյտելն է ներքին ոտքով հեռացնում գնդակը, շարունակվում է Ինտերի գրոհը, բայց այստեղ Թովմասյանը նորից լավ գործեց պաշտպանությունում։ Խախտում հիմա Թովմասյանի կողմից։ Նավասարդյանի հետ պայքարում խախտում, մի փոքր այս անգամ ավելի մոտ դարպասին Բավարիայի։ Տեսնենք այս ստանդարտը, Նավասարդյան երվից արված և Կեյտելն է փրկում նորից իր թիմին։ Վարդանյանը հրաշալի թողեց գնդակը Թովմասյանին։ Փոխանցում նորից Կեյտելը որսած գնդակը։ Դեռ տեսնում ենք վտանգավոր պահ չեն կարողացել կատարել այս խաղում։ Այս խաղակեսում երկու թիմերը Սականյան Զաքեզրով ներկում է առաջ, փոխանցում կենտրոն Չատրյանին, բայց այստեղ լավ է գործում հիմա Վաչե Միքայելյանը և նետվում է առաջ, Միքայելյան, լավ անցում, փոխանցում, բայց այստեղ Դավթյանը պայքեց այս փոխանցման ճանապարհը, փոխնի-փոխ գրողներ ենք տեսնում երկու թիմերի կողմից էլ։ Վարդանյանը հրաշալի անցում, փոխանցում Գրիգորյանին, բայց այս փոխանցումը լավը չէր Գրիգոր Գրիգորյանին, նորից լավ անցում տեսանք Վարդանյանից, Թովմասյան, անցում կենտրոն Բերբերյանի ուղղությամբ, Բերբերյան այս փոխանցման ճանապարհը փակեցին ավետից Բերբերյանի և հիմա կարող է հակագրել Ինտերը, Պողոսյանի այստեղ դուրս եկավ հիմա Դարպասից Կեյտելը վտանգավոր արված տեսանք Մարկ Պողոսյանից, դարպասածողը փրկեց, տեսնում ենք Բավարիային։ Եվ հիմա էլ արագ նետվում է գրոհի Բավարյան,
Աթայան եւ կարողացավ իր թիմի համար անկյունային վաստակել Արման Աթայանը։ Այս անկյունայինը տեսնենք, խաղարկված է։ Վերջո Միքայելյան հեռացին Ինտերի տղաները։ Վարդանյան մտավ կենտրոն, փոխանցում, բայց վերքին հեռացված է գնդակը։ 10 րոպե անցավ, հիշեցնեմ, այս խաղակեսից դեռ փոփոխություն չկա հաշվի մեջ։ Բարեկամներ, լավ փոխանցում Պողոսյանի ուղղությամբ, բայց այստեղ էլ չհասկացան Պողոսյանը Մարգարյանը։ Նորից արագ անցավ իր կիսադաշտը Բավարյան, Միքայելյան և հարված կլինի Արսեն Գավցյանի պաշտպանած դարպասից կորցրեց գնդակը Վաչի Միքայելյանը։ Լավ խաղարկումներ Ինտերի ֆուտբոլիստների կատարման Մարգարյան, բայց առաջ թողեց գնդակը Մարգարյանը։ Վարդանյան սլացավ կրկին առաջ, Վարդանյանը կենտրոնով լավ անցում, թողեց գնդակը Միքայելյանին, Վարդանյան մի փոքր առաջ թողեց գնդակը հիմա Վարդանյանը, շատ վտանգավոր հաշիվ է սա Բավարիայի համար, կարող է մեկ վտանգավոր գրով Ինտերը հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Նորից Բավարյան անցավ գրոյի, Աթայան։ Խաղարկումներ այս անգամ է Բերբերյանի փոխանցումը ուղիղ ստացվեց։
Նորից տեսնում ենք Բավարյան անցավ գրոյի վտանգավոր էր ձախ եզրով Արման Աթյանը հարված կատարեց բարձր էր Աթյանի հարվածը Այսօր տեսնում ենք դեռ ավելի շատ շեշտը դրել է պաշտպանության վրա Բավարյան, վտանգավոր կարող է ստացվել վերջին պահին Վարդանյանն է հեռացնում գնդակը տեսնում ենք երկրորդ խաղակեսում մի փոքր թիկունքից է գործում Վարդան Վարդանյանը Միքայելյանը հեռացրեց գնդակը նրանք ավելի շատ պաշտպանությունն են հագեցրել այս Կեսում գործում են պայել այս հաշիվը մինչև խաղի վերջ վտանգավոր են գործում այստեղ իրենց կիսադաշտում Բավարիայի տղաները երկար փոխանցում Աթյանից ի վերջո խլեցին գնդակը լավ խաղարկումներ Տեր Խաչատրյան բայց կրկին Թովմասյանը օգնեց պաշտպանությունը թիմակիցներին այստեղ սխալվեց Խաչատրյանը Մոսյան արվածը փակեց հիմա այստեղ Վարդան Վարդանյանը երկար փոխանցում Վարդանյանի կողմից այստեղ խլեց գնդակը Բավարյան եւ նետվում է հակագրոյի Վարդան Վարդանյան Վարդանյան այստեղ էլ հիմա Եվոնք Վարդանյանն է լավ գործում պաշտպանությունում Փոփոխություն տեղի ունեցավ հիմա Բավարիայի կազմում Եզրային նետում է իրացեց Բավարյան Թովմասյան հրաշալ է անցում Բայց չստացվեց պահել իր մոտ գնդակը Վարդան Թովմասյանին Լավ փոխանցում, բայց այստեղ լավ դուրս եկավ իր տեղից Էմանուել Կեյտելը և վերցրեց գնդակը Բավարյանը անցել գրոյի, Աթայան վտանգավոր է կարող էր այստեղ անցնել Դավթյանին, հիմա Դավթյանը վտանգավոր գործեց այստեղ Բերբերյան Եվ իր տեղում է արդեն Արսեն Դավթյանը, Վարդան Վարդանյան չկարողացավ անցնել այստեղ էլ Պողոսյանի Վարդանյանը լավ թողեց գնդակը Պողոսյանը Նավասարդյանին Առնաշփոթին տեսնում ենք Պողոսյան լավ փոխանցում, բայց այս փոխանցումը հիմա
Լավ տեսավ այնտեղ Արման Աթայանը, վտանգավոր են գործում հիմա Բավարիայի տղաները իրենց կիսադաշտում։ Րոպեները գնալով անցնում են եւ շատ քիչ ժամանակ է մնացել այս խաղի հիմնական ժամանակի բարեկամներ ինտերնետում Նավասարդյան արված եւ գոլ հանդիպման հաշիվը հավասարեցված է Արման Նավասարդյան 1-1 Արման Նավասարդյան 1-1 հանդիպման հաշիվը հավասար է բարեկամներ վերջնամասում երկրորդ խաղակեսի կարողացավ Ինտերի վերջո հավասարեցնել հանդիպան հաշիվը այդքան պահերից չիրացրած Բավարիայի օգտվեցին Ինտերի տղաները հիմա տեսնենք Բավարիան է անցել գրոյի շատ հետաքրքիր վերջաբան է մեզ սպասվելու երկու թիմերն էլ փորձելու են մեկ գնդակ հեղինակել և առաջ անցնել հաշվի մեջ, հիմա տեսնենք ինչ կլինի ի վերջո։ Գրիգորյան նետվում է առաջ, Գրիգորյանը, բայց Պողոսյանը խլեց նրանից գնդակ և շարժվում է առաջ և հիմա էլ բախում։ Այստեղ Պողոսյանի և Կիրակոսյանի կողմից Տուգանային է վաստակել այստեղ Ինտերը Նավասարդյանն է գնդակի մոտ Սուլիչը կա, Արման Նավասարդյան երվից արված և հիմա դժվարությամբ վերցրեց գնդակը կեյտելը և արագ նետում կատարեց Աթայանի ուղղությամբ, Արման Աթայան փոխանցում չստացվեց այս փոխանցումը Աթայանին Միքայելյանն է լավ գործում, նետվեց առաջ, Վաչե Միքայելյանը արված բարձր էր Բավարիայի ավագի Եվ հիմա տեսնում ենք անմեղ իրավիճակում սխալվեց Արսեն Դավթյանը, անկյունային է վաստակել Բավարիան Գրիգորյանը փափուկ փոխանցում, հեռացված է գնդակը, կարող է հակագրել Ինտերը, Պողոսյան, փոխանցում կենտրոն Մարգարյանին Նավասարդյան արված և հետելը կրկին փրկեց իր թիմին, արագ խարկեց գնդակը Տեսնում ենք ամբողջ կազմով Արջևում են Բավարիայի տղաները, վտանգավոր է Մնացականյանն եմ այլ հարված կատարում Կեյտելը կրկին փրկեց իր թիմին Աթայան հրաշալի անցում, նետվում է առաջ Արման Աթայանը, փոխանցում Բերբերյանին Բերբերյան, Թովմասյան, Աթայան Վտանգավոր կարող է ստացվել, ուր է արվածը բարեկամներ տեսնենք և ուշացրեցին հիմա Բավարիայի տղաները, հեռացրեց գնդակի վերջո Արման Մարգարյանը շատ լավ հնարավորություն էր հիմա ստացել Բավարիան վերջին րոպեն է ընթանում հիմնական ժամանակի այս խաղի անկյունային կրկին Բավարիայի օգտին Փոխանցում և նորից հեռացված է գնդակը
Աննաշփոթ է այստեղ, շարունակվում է Այքանը եւ այստեղ էլ Աթանը կարծես թե խախտեց խաղի ոչ, Պողոսյանն է հիմա զգուշացվում երկու թիմերի 7 համարների պայքար եւ հաղթեց այդ իրավիճակում Արման Աթայանը Տուգանային է վաստակել Բավարիան բայց երկուսն էլ զգուշացվեցին ի վերջո տեղին քարտով Նա տեսնում ենք, որ Ֆարքերը բողբոքվել են մեզ մոտ Այստեղ էլ Վարդանյանն է տեսնում ենք զգուշացվում Վերջին րոպեն է բարեկամներ մեզ մոտ Այս ամբողջ խաղում դեռ զգուշացումներ չկան եւ վերջին րոպեին արդեն 3 զգուշացում Այս 1 գրոյի ժամանակ Նա տեսնենք մրցավարի սուլիչը կա Թովմասյան արված Տեր Խաչատրյանն է հեռացնում գնդակը Անկյունային խաղարկված է այս անկյունային ոչ նետում է ի վերջո լինելու Հորից հեռացեցին գնդակը և հիմա կարող է հակը գրել Ինտերը Պողոսյան, Մարկ Պողոսյան նրա դեմ լավ գործեց հիմա Գևորգ Կիրակոսյանը և վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է Ի վերջո 1-1 հաշվով ավարտվեց այս հանդիպումը Մեկական միավոր են վաստակում երկու թիմերն են Այս խաղում հետաքրքիր հանդիպում ստացվեց Բարեկամներ այսքանն էին պատրաստել ձեզ համար այսօրվա համար բարի գիշեր և ամենայն բարիք